անպայման պետք է մարդը հաճախակի սուրբ հաղորդություն ստանա։ Ցավոք սրտի ինչ եմ տեսնում մեր կյանքի մեջ կան մարդիկ, ովքեր տարվա մեջ միայն 5 տաղավար տոներին են գալիս եկեղեցի սուրբ հաղորդություն ստանալու եւ դա բավական են համարում, մի բան էլ ավելին։ Այս սխալը նաեւ մեր հոգեվորականների մեջ կա, ովքեր մկրտությունից հետո մարդկանց ասում են գոնե տարվա մեջ 5 տաղավար տոներին կգաք եկեղեցի սուրբ հաղորդություն ստանալու։ Քրիստոնյան ամեն կիրակի ժամադրված է Քրիստոսի հետ հանդիպման եւ նրա հետ նրա սեղանից ճաշակելու համար։ Եթե դու կիրակի գնում ես եկեղեցի ու հաղորդություն չես տանում, պատճառաբանելով որ մեղքերդ շատ են կամ դեռ չես փորձել ապաշխարել, չես հասցրել մաքրվել, դա նույն երբ որ քեզ հրավիրում են մի կարևոր ճաշկերույթի, բոլորն ուտում են ու դու նստած ես ոչինչ չես անում։ Երբ որ դու քո մտքի մեջ դնես, որ դու կիրակի օրը Քրիստոսի հետ հանդիպման ես, հրավիրված ես նրա ճաշին, արդեն այն 6 օրերը քեզ համար բավական են, որպեսզի դու պատրաստվես սուրբ հաղորդություն ստանալու համար։ Նրանք, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ են գալիս, հատկապես մեծ տոներին, նույնիսկ երբեմն մարդիկ կան, որ սուրբ ծննդյան ու սուրբ հարության են միայն գալիս, այս մարդիկ տոնական քրիստոնյաներ են, որ միայն տոն օրին են հիշում, որ Քրիստոս իրենց հրավիրել է ճաշկերույթի։ Եվ սրանք էլ նաև քաջալերում են մյուսներին, որ այսքանը բավական է։ Չի կարող մարդը տարվա մեջ 2 կամ 5 օրով բավարարվել եւ Քրիստոսի հետ հաղորդության մեջ չմտնել։ Նրանք, ովքեր ասում են չենք կարող ամեն կիրակի հաղորդել, որովհետեւ սուրբ հաղորդությունը խաղալիք չէ, պարզ մի գործողություն չէ, այո, սուրբ հաղորդությունը խաղալիք չէ, պարզ գործողություն չէ, դրա համար դու պետք է այն վերցնես երկյուղությամբ, հավատքով, սիրով ու նվիրումով, որովհետև սուրբ հաղորդության միջոցով է, որ մեր կյանքը նորոգվում է, մեր հոգին էլ ուտելիքի կարիք ունի, մեր հոգին էլ կարիք ունի Քրիստոսի մարմինն ու արյունը ճաշակելու, մեր հոգին էլ հարության հույսով պիտի լցվի, որպեսզի մենք մեղքի մեջ չթաղվենք եւ հարության հույսը պահելով մաքրվենք մեղքից եւ վերջապես մեր մեղքերը ինչպես պիտի թողվեն մեզ։ Դա նույնն է, որ ասես մենք շաբաթը մեկ անգամ լվացվում ենք, կարիք չունենք մնացած օրերին լվացվելու համար, կամ ես պատրաստ չեմ այսօր լվացվելու, ինչպես ջուրը մաքրում է քո մարմնի կեղտը, այնպես էլ սուրբ հաղորդությունը մարմինը, արյունը մաքրում են քեզ մեղքից։ Սուրբ հաղորդություն ստանալ դու զորավոր ես դառնում չարի դեմ պաշտպանվելու համար։ Սուրբ հաղորդություն ստանալ դու Քրիստոսին ես հրավիրում քո կյանքի մեջ, որովհետև Հիսուս ասում է, ով այս հացից ուտի, ես նրա մեջ պիտի բնակվեմ։ Արդյոք դու չես ուզում, որ Քրիստոս գա եւ քո մեջ բնակվի։ Եվ մի պատճառաբանեք, որ մեղքերը մեր շատ են։ Որևէ մեկը քահանան ինքն էր, որ պատարակ է մատուցում, ինքը ամեն կիրակի պատրաստ չէ սուրբ հաղորդություն ստանալու կամ պատարակը մատուցելու, բայց մենք այն գիտակցության, որ գնում ենք Քրիստոսի հետ հանդիպման, մենք ամբողջ շաբաթվա ընթացքում մաքրվում ենք։ Եվ եթե դու մեկ շաբաթվա մեղքերը չես հասցրել խոստովանել, մաքրվել, ապաշխարել, 1 ամսվա, 5 ամսվա, 1 տարվա մեղքերը երբ պիտի հասցնես։ Դա նույնն է, որ ասես կրակին չեմ կարող մոտենալ, որովհետև այն վառում է։ Դու պիտի մոտենաս կրակին, որ տաքանաս, այնպես էլ Քրիստոսին պիտի մոտենաս, որպեսզի ջերմանաս, մաքրվես, սրբվես եւ մաքրությամբ ներկայանաս իբրև Սուրբ Հոգու տաճար, Հայ Աստծո որդեգիր եւ Քրիստոս Քրիստոսի հետ ժառանգակից եւ հավիտենական կյանքի կրող։